Իրոք չես կարա իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու իջնեիր։ Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Ես իմ երկրի պատիվը բարձր եմ բայ միշտ ասենք թե հաղթանակներ եմ բարգեւեդերոջ եմ բարձացել, հիմն եմ հնչեցել, զարգացել եմ, կառուցել եմ աշխատատեղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, կառուցել եմ եկեղեցիներ, կառուցում եմ Քրիստոսի արձանը, իմ ազգի պատիվը բարձր պահելու։ Իսկ այդ մարդը ասողը, որ լիարժեք պետք է ինքը հենց մտնի, որ չերևա, որտեղ դա խայտարակություն է, այդքան զոհեր տալ, հողը հանձնել, ժողովրդին անտուն թողել, վիրավորներ, ու այդքանից հետո շարունակել խոսալ, ասում պետք է նես մտնի, որ չերևա, ժողովրդի աշկին չերևա։ Այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են։ Վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Բայց այս Գուրոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի։ Ես թույլ տվել եմ մի բան, որից մեկին վիրավորեմ։ Մենակ ճիշտ ասեք։ Չեք տվել ինքը օրինակ վիրավորել է, ասել օրինակ հետո ինչ եք անում, թե ինչքան։ Ես էլ ասել, որ իմ բարձունքից ես սա չեմ իշնի, թույլ չեմ տա, ասում էլ բարձունք չկա, պետք է գետի տակ մտնի։ Եղբայր ջան, դու մտնի, որ այսքան զոհեստով, այսքան արուն ես տապել, իմ ազգի խեղճացրել ես, պարտության ես մատնես, ժողովուրդ ես սա աղքատ պատերի տակ գյուղացին նստած, ժողովուրդն էլ վարկի պարտքի տակ է։ Ոչ մի հպարտություն չի մնացել։ Խեղճացած ես նորից եմ ասում, արդեն անհնար է շարունակել է, ժողովուրդ այսօր փոփոխություն ասում։